Եթե մենք ուզում ենք կատարել փոփոխություն իերարխիաների հետ, այսինքն մեր օբյեկտին կամ մեր ինտերֆեյս, մեր ծրագրին վերաբերվող դաշտի հետ, ապա մենք կարող ենք մտնել իերարխի մենյուի մեջ եւ կատարել որոշակի փոփոխություններ։ Օրինակ, վերցնենք այսպիսի մի օրինակ։ Մենք ունենք օբյեկտ, որը ունի կենտրոն, նմանատիպ այս օբյեկտի կենտրոնը գտնվում է օբյեկտի ներքևի հատվածում, ներքևի հատվածի կենտրոնում։ Եթե մեզ պետք է տեղափոխել օբյեկտի կենտրոնը հիմնական ֆիզիկական կենտրոն, այսինքն որ ինքը բոլոր կողմերից լինի կենտրոնում, ապա մենք կարող ենք օրինակ միացնել affect pivot only կոճակը եւ տեղափոխել արդեն ձեռքով մեր կենտրոնը ցանկացած այն կետի մեջ, որտեղ որ մենք ուզում ենք, դա կլինի կենտրոն, թե դա կլինի ցանկացած ուրիշ տեղ, մենք ինքներս ենք որոշում, ուղղակի պետք է չմոռանալ վերջում նորից հետ սխմել տվյալ կոճակը, որ օբյեկտը արդեն ստանա նոր կենտրոն եւ կարողանա տեղափոխվել կամ կառավարվել օգտվելով նոր կենտրոնի կոորդինատաներից։ Եթե մենք ուզում ենք կատարել որևէ փոփոխություն օգտագործելով անիմացիա, ապա մենք կարող ենք ընտրել motion հատկությունը, motion կոճակը։ Եթե փոփոխությունը կատարվում է էկրանի настройկաների հետ, էկրանի դասավորվածությունների հետ, մենք ընտրում ենք display մենյուն, որտեղից կարելի է օրինակ թաքցնել տվյալ օբյեկտը կամ հակառակը հետ բերել տվյալ օբյեկտը, երբ դա մեզ պետք լինում, եթե մենք սարքում ենք բավականին մեծ պրոյեկտ եւ մենք ունենում ենք բավականին շատ օբյեկտներ, ապա մեզ պետք է լինում պարբերաբար աշխատել որևէ օբյեկտի հետ առանձին եւ չխանգարելու համար, առանձին աշխատելու համար անհրաժեշտ է լինում թաքցնել որոշակի օբյեկտներ։ Դրա համար մենք կարողանում ենք արդեն ընտրելով որոշակի մենյուներ, ընտրել, թաքցնել, երևացնել կամ ինչ-որ ցանկացած գործողություն անել տվյալ օբյեկտների հետ։ Եվ եթե մենք ուզում ենք աշխատել արտաքին պլագինների հետ կամ Max-ի ստանդարտ պլագինների հետ, մենք կարող ենք միացնել ուտիլիտաները, այսինքն օգնական ծրագրերը եւ աշխատենք ստեղ ուտիլիտաների օգնությամբ։ Հիմնականում 3D Max-ի հետ աշխատելու համար իհարկե շատ կարևոր է իմանալ grid մենյուն, թե ինչ է կարելի ստեղծել եւ modify մենյուն։ Մնացած մենյուների հետ աշխատելը այդքան կարևոր չէ, այսինքն մենք շատ հաճախ չենք անդրադառնում դրան։ Դրա համար եկեք վերադառնանք grid-ին եւ modify եւ մի քիչ ավելի մանրամասն ուսումնասիրենք, թե ինչ է կարելի անել տվյալ մենյուների օգնությամբ։ Դե արդեն ասեցինք, որ grid-ի ժամանակ մենք կարողանում ենք ստեղծել որոշակի օբյեկտներ։ Այստեղ կուզեի մի քիչ բացատրել, որ Max-ի հետ աշխատելու համար պետք է հիշել մի հատ շատ հետաքրքիր հատկություն։ Max-ը ինքը ստիպում է մարդուն մտածել եռաչափ, այսինքն ցանկացած օբյեկտ, երբ որ դուք սկսում եք կառուցել, դուք պետք է միանգամից տեսնեք տվյալ օբյեկտը, թե ոնց է կազմված։ Նա կարող է լինել կազմված որպես առանձին մեծ ինչ-որ ընդհանուր օբյեկտ, իսկ կարող է կազմված լինել որոշակի փոքր օբյեկտների օգնությամբ։ Եվ դրա համար մեր մոտ ստեղծված են տարբեր պրիմիտիվներ, որոնք իրար հետ միացնելուց կարելի է ստանալ արդեն ձեր ուզած օբյեկտը կամ ինչ-որ նոր բան ստեղծել, ջարդելով եւ ձևափոխելով նմանատիպ պրիմիտիվները։ Max-ի մեջ կարող են լինել եռաչափ պրիմիտիվներ, որոնք լինում են geometry, կոչվում են ստանդարտ պրիմիտիվներ, կարող են լինել extended պրիմիտիվներ, այսինքն բավականին բարդ պրիմիտիվներ, որոնց ստեղծում մի քիչ ավելի բարդ է, քան թե ստանդարտ պրիմիտիվների ստեղծումը եւ ունեն մի քիչ ավելի շատ պարամետրեր, քան թե ստանդարտ պրիմիտիվները։ Max-ի մեջ կան compound object, այսինքն օբյեկտներ, որոնք ստեղծվել են ինչ-որ մի քանի օբյեկտների միաձուլման օգնությամբ, որոշակի հրամաններ, որոնք աշխատում են մի քանի օբյեկտների հետ եւ ստանում ենք նոր օբյեկտ։ Particle system հետաքրքիր է իհարկե մեր մոտ աշխատանքը doors, այսինքն դռների հետ։ Հիմնականում դիզայներների կամ արխիտեկտորներին անհրաժեշտ է լինում տարբեր տիպի դռներ, բացվող, փակվող, window պատուհաններ, տարբեր տիպի պատուհաններ, դուք կարող եք արդեն ուսումնասիրելով տեսնել, թե ինչ տիպի պատուհաններ կարող են լինել, փոխելով տարբեր պարամետրեր տվյալ պատուհանների, դուք կարողանում եք ստանալ նրա բացված տեսքը, փակված տեսքը կամ ինչ որ արդեն մեջ ունենալով պրոֆիլներ նմանատիպ կամ ինչ որ հաստություն փոխել պրոֆիլների, այսինքն փոխել տարբեր տիպի ցանկացած տիպի պարամետրեր։ Կարելի է ընտրել նաև
A, E, C extended։ Դրանք հատուկ պրիմիտիվներ են, որոնք նախատեսված են արխիտեկտորների կամ դիզայներների համար եւ ինչ են նրանք անում։ Տեսեք, ծառեր, այսինքն դուք կարողանում եք ստեղծել որոշակի ծառ օբյեկտ եւ փոփոխելով հատկություններ կարողանում եք արդեն կատարել գործողություն տվյալ օբյեկտի հետ։ Կարող եք ստեղծել railing, այսինքն ցանկապատ, կարող եք ստեղծել wall, այսինքն պատեր, միանգամից կարողանում եք շարել տարբեր տիպի պատեր, հիմնական տարբեր բարձրության եւ փոփոխելով պարամետրերը տվյալ պատերի դուք արդեն կարողանում եք ստանալ իրենց բարձր, ցածր, լայն կամ այն տեսքի, որը դուք եք ուզում։ Շատ կարևոր է իմանալ բոլոր պրիմիտիվները, որոնք կան 3D Max-ի մեջ, քանի որ կարող է դուք չիմանալով որոշակի պրիմիտիվ փորձեք ինչ որ նորից ստեղծեք նույն պրիմիտիվը եւ ծախսեք ավելնորդ ժամանակ։ Դրա համար արդյունավետ աշխատանքի համար տվյալ ծրագրի հետ խորհուրդ կտամ ձեզ սկզբից ուսումնասիրել այն ամենը, ինչ գոյություն ունի ծրագրի մեջ, հետո նոր անցնել եւ փորձել ստեղծել սեփականը։